Ապրիլի 12-ին հեստերեցին անասունների արյունը տարան լաբորատորիա, պարզվեց, որ անասունները հիվանդ են։ Մոտ 56 առաջին հերթին 56 ելավ, մյուս 30-10 66 անասուն, որը պիտի չպայի անասնագոմում, դաշտ պիտի չթողնեին և կազմակերպեցինք գյուղից հեռացնելու միջոց։ Էնժան գնով տվավ ոսկեկացին ՍՊ ընկերություն կար, կազմակերպինք և սննդի տեսության աշխատողների միջոցով կազմակերպինք անասունների վաճառքը, որը չէր գոհացնել այդ կինը գյուղացիներին, բայց ինչ անենք, որ հիվանդ անասուն է, մարդիկ պահե, ամբողջ ձմեռը կերակրե, անել են, որ պիտի եկամուտ ստանան և վնաս է, բայց որ հիվանդ անասունները չէին կարող պահել, մյուս անասուններն եկը վարակվեին, որ մնային առողջ։ Ստիպված եղանք այդ միջոցով անասուններին գյուղից հանենք դուրս։ Պարոն Դիլանյան, դուք ասում եք, որ գյուղացիներին ասել են, որ հիվանդ են այդ անասունները, պետք է անհապաղ ազատվել այդ անասուններից։ Ես նախ կարծիքներ լսեցի գյուղացիներից, որ իրենք այնքան էլ չեն հավատում, որ հիվանդ են այդ անասունները, և բացի այդ լսեցի նաև, որ ուղղորդումներ են եղել, այսինքն ում պետք է վաճառվի միսը, այս դեպքում սա ինչպես է բացատրվում։ Ուրեմն գինը այն վաղտ ավելի էժան գնով կար տանող 1300-ով հաշվեին գը, իսկ այս մարդիկ որ կդան 1700-1800 նայած անասունների վիճակից 1700-1800 միջին հաշվով, այսինքն ավելի ծերնդու էր, քան այն առաջի գինը, պարզը չէ։ Դե ժողովուրդը, ինչ կարծիքս ես։ Ասել են եզդիներին չվաճառեք այդ միսը։ Չի թույլատրվի, պիտի սպանդանոցում, անպարտանորեն մորթը պիտի կատարվի սպանդանոցում, իսկ եզդիները տանեին առանց սպանդանոց, միսը չի թույլատրվի նման վաճառք, միսը ճիշտ է կօգտագործվի, եթե հեռացնեն կատը 80 աշճանին, այդ հիվանդությունը կկորի, միսը նույնպես որ լավ երբեն նորից բայց համենայն դեպս չի թույլատրվի հարունը այդ միսը հում վարակիչ է, մյուս անասուններին է վարակեն, ստիպված են այդ ձևի, իսկ եզդիները կարող է տանեին շուկայում ավելի այդ հիվանդ միսը վաճառեին, որ մարդիկ է կարող է վարակվի։ Պարոն Դիլանյան, գյուղացիները այսպես մեզ զանգում, խնդրի մասին տեղեկացնում են, ահազանգում են, բայց այնուամենայնիվ ինչ-որ վախեր ունեն, իրենց արգելված է, որ խոսեն այս թեմայով։ Ինչ կասեք, բաց են իրենք այս թեմայով, ինչու են վախենում խոսել տեսախցիկի առաջ այս թեմայով։ Չեն ուզեի անասուններին կործանեին այդ գնով, վաճառ կգնեին, թե էս է, են է, բայց համենայն դեպս էդ է, հիվանդ անասուններից ազատվեին, եթե մնային ավելի վատ կյանից, առողջ անասուններն է կվարակվեին։ Գյուղացիներից մեկը ասեց ինչ-որ հիվանդության դեմ պատվաստում են իրականացրել, դրանից հետո է սկսվել այս վարակը, նույնը նաև ես լսել եմ Կրասար գյուղում, այսպես էլի պատվաստման հետևանքով է այս ամեն ինչը եղել, արդյոք միտում տեսնում եք այս ամեն ինչը։ Չէ, ես միտում չեմ տեսնում, բայց համենայն դեպս ժողովրդի կարծիք է, տարբեր մարդիկ տարբեր ձև կմտածեն, համենայն դեպս որ հիվանդությունը չի թույլատրվի, պիտի ենեն, ինչ սես մտածենք, ժողովուրդը դե կորուստ է, ունեցվածք է։
Խոսքը գնաց 66 գլխաքանակի մասին անասունի, հասկացանք միսը մարդիկ կարողացել են վաճառել, իհարկե ոչ իրենց ուզած գնով, այնուամենայնիվ շատերից լսեցի, որ իրենց միակ այսպես եկամտի աղբյուրն է այդ անասունը, ինչ փոխհատուցում է իրենց սպասվում, այս հարցը մինչև ուր եք բարձրաձայնել, ուր եք դիմել, արդյոք այս խնդրից տեղյակ է Շիրակի մարզպետի աշխատակազմը։ Ամբողջ այդ ցանցով տարածված է, որ Զույգախբուրում, Կրասարում, Հարտաշենում տարածված է այդ անասունները գլխաքանակ եկալ, տեսանի իմանան, որ վնաս են կրել ժողովուրդը, թե ինչ չեն կրասել, ինչով կրան օգնեն։ Իմանալը այլ բան է, օգնելը Որպես գյուղապետ դիմել եք մարզպետարան, որ օգնեն, փոխհատուցում տրամադրեն։ Չէ, ինչ, դիմենք եթե իրանք գիտեն։ Գիտեն, սանը գիտեն, Հայաստան գիտեն։ Գիտեն, բայց եթե դուք չեք դիմում, նշանակում է ամեն ինչ նորմալ է, դուք բողոքներ չունեք, գումարի կարիք չունեք, ամեն ինչ լավ է։ Էդ է, մի գումարի կարիք է ունին, բողոք է կա, որ էժան գնով տվեցինք, դուժվանք, այո։ Ձեր գյուղում էլ միակ զբաղմունքը անասնապահությունն է։ Հա, էդ է։ Հիմա ինչ են անելու այդ մարդիկ։ Ընտանիքներ կային, ասեցին 10-ից ավել անասուններ են կորցրել։ Ինչ պետք է անեն այդ ընտանիքները։ Այդ տված գումարով քիչ անասուն դառնեն, գնեն, որ նորից պահեն, շատը ցնեն։ Ճիշտ է, 10 անասունի գումարով կրան առնեն 3 կամ 4։ Բայց արդյոք էլի չկա մտավախություն, նորից կարող է նույն խնդրի հնարավոր է, հեշտմատ չի։ Համաճարակային միջոցառումներ իրականացվել են։ Այո։ Էդի ծրի հիմնադրությունը որ չի բուժվի։ Բուժվող չէ, որ բուժեն, պահեն անասուններին։ Բուժվող հիմնադրություն չէ։ Դրա ձևը է, սովետական միության վախն է այդ ձևի է։ Այդ անասուններին հարկատիպ մորթ դեն։ Իսկ արդյոք գյուղում կան վարակման դեպքեր, այսինքն կենթանուց երբ մարդուն անցնի այդ հիվանդությունը։ Չէ, դեռ չկա։ Չունենք։